Լուսարոտին շարունակվում է, ես միշտ լարվում հուզվում եմ, երբ որ մեր տաղարում լինում են ոչ միայն մեր լավ ընկերները, սովորաբար ընկերների հետ ավելի հանգիստ, ավելի թեթև ես լինում, չէ՞ այդ լարվածությունը չկա, չես ձգվում, բայց այլ ավելի մեծ պատիվ է ու ուրախություն, երբ որ տաղարում գալիս են մարդիկ, ովքեր որ շատ հանգիստ, համեստ իրենց գործն են անում ու մաքսիմում գնում են առաջ, գգմփ են անում, այո, եւ իրենց շուրջը միշտ հավաքում են տարբեր տաղանդավոր մարդկանց, փորձում են հնարավորինս աջակից լինել իրենց ընկերներին, հնարավորինս իրենց ճանապարհը հարթել, նույնիսկ փոքրիկ խորհուրդ կամ օգտակարությամբ, այո, եւ կան մարդիկ, ովքեր որ նոր գույներ, նոր մյուզիք, նոր ոչ, նոր ձեռագիր, շքեղ զգեստներ ու արդեն նախանձ են առաջացրել շատ-շատերի մոտ։ Դե բռնվեք։ Իմ պրոջեկտը ունի ֆանտաստիկ մի նոր տեսահոլովակ, գժական զգեստներով ու շատ ճաշակով միքս արած մոտ մի 10 րոպեանոց շարան է ինքն իրենից ներկայացնում, որը կոչվում են Հանինա, տեսալոկի պրեմիերան YouTube-ում արդեն եղել է, շատերը գմփում են նախանձում են դրանից, իսկ մեր հյուրն է լինելու տաղանդավոր դերասան, ֆանտաստիկագույն producer, լավ մարդ, ամեն ինչ։ Նարեկը Կտոյան, Կ-ով։ Բարի լույս։ Բարի լույս։ Լույս առավոտի պարոն Նարեկ։ Լույս առավոտի ընկերներ։ Շնորհակալ ենք, որ առավոտը կիսում եք մեզ հետ։ Շնորհակալ ենք, որ վաղ առավոտից այստեղ եք։ Կարենը նենց ներկայացրեցից մեր բանը սեպարացվել, փոքրացել, սենց մի բուր դարել նստել եմ։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտող, բարև ձեզ ընկերներ։ Ո՞նց եք։ Մենք շատ լավ, դուք ո՞նց եք։ Լավ, կուզեի ասել շատ լավ, բայց իրականում շատ դժվար է առավոտյան արթնանալ։ Ես մեխանիստն նայում, ասում եմ մենք չենք հավատում Նարեկը նստած է։ Մանավանդ երբ որ արթնանում ես Կարենի զանգից չէ, զանգերից ու ամեն ինչ անում ես, որպեսզի հասցնես, որ դե խոսք ես տվել, որ պիտի գաս ու չես կարող չգալ, էլի, բայց լավ է որ հասցնում ես։ Բայց լավ ընկերներ, դուք ո՞նց եք։ Շատ լավ, շնորհակալ ենք։ Իմ պրոջեկտը կրկին նորությամբ է հանդես եկել, մենք ունեցել ենք առիթ հանդիպելու, քննարկելու, խոսելու իմ պրոջեկտի մասին։ Արտիստների առումով Բայց Արի Խոստովանի կներես այս կարճ ժամանակահատվածում ինչքան բան են հասցրել նրանք անել։ Մեր վերջին հանդիպումը երբ էր։ Ամիսներ առաջ։ 2 ամիս առաջ։ Ես հիշում եմ առաջին գործը իմ պրոջեկտի, երբ որ գունավոր շապիկներով հայտնի վայրից մեկում Երևանի։ Երևանյան, այո, փոքր էր։ Սեթի տեսալակ նկարահանվել ու հիմա ինչ արդեն շքեղ հագուստները։ Բայց ես եթե ճիշտ գիտեմ, եթե իմ ականջներին ճիշտ է հասել, որ իմ պրոջեկտը շուտով կունենա նաև երաժիշտներ իմ պրոջեկտ, թե դա մի փոքր իմ պրոջեկտը օրկեստրա չէ կա այդպիսի բան, ոչ թե շուտով կունենա, արդեն ունի։ Գոյություն ունի, մենք այս ժամանակահատվածում կարողացանք ստեղծել նաև իմ պրոջեկտ օրկեստրան, որը շատ լավ հնարավորություն է տալիս նախ երգիչներին ելույթ ունենալ կենթանի նվագակցությամբ, այսինքն կենթանի երաժիշտների հետ, կենթանի բենդով այդ մասնագետները ավելի շատ կհասկանան, որ ֆանտաստիկ լավ զգացում Դա առավելություն է միանշանակ։ Եվ այո, արդեն պատրաստում են որոշ ելույթներ, որոշ համերգներ, որտեղ ներգրավվածություն կունենան նաև մեր երաժիշտների պրոջեկտ օրկեստրան։ Նախ ուզում ենք շնորհավորել պրեմիերայի արդիվ, Նարեկ, իսկապես բավական հետաքրքիր, յուրահատուկ, էթնիկ ու ժամանակակից հնչողության սինթեզը այսպես գեղեցիկ սինթեզվել է, հա, այսպես ասած, այո։ Ես ուզում եմ հասկանալ ինչպես ծնվեց գաղափարը, որ անդրադառնանք հենց այս ստեղծագործությանը, որովհետև մենք ինչպես հասկացել ենք Նարեկը միշտ պահում է որակը եւ այո, կոմիտասի եւ լավ երաժշտության տակ եւս կարելի է քեֆ անել, ուրախանալ եւ լավ ժամանակ անցկացնել։ Ճիշտ ենք հասկացել։ Ճիշտ եք հասկացել իրականում, ես հենց դրա մասին ուզում եի խոսել, ճիշտ է առավոտյան միգուցե շատ կույսամաստեղության համար ռուսերեն տենց բառ կա, հա, նուդնի հնչի, ոնց է նուդնի հայերեն, հա, ուղղակի առավոտյան թռնում է իմ ձանձրալի հնչի ինչ որ ես կասեմ, բայց սա շատ կարևոր է, որովհետև ըստ երևույթին հենց այս տեսահոլովակում ու երգերի այս շարքումը դրսևորվում են բոլոր գաղափարները, որոնք որ ես ի սկզբանե ունեցել եմ ստեղծելով իմ պրոջեկտը, հա, որովհետև երբ որ ես անում եմ այս նախագիծը, անկեղծ հիմա տենց եթերային բաներ չեմ ասում, չկար ընդհանրապես կոմերցիոն գաղափար,
չկար հավատ, որ միգուցե նախագիծը կաշխատի նենց ոնց որ հիմա աշխատում, այսինքն կունենա այդ հայտնիությունը եւ այլն, պարզապես հենց այս սեթը, որը որ ներկայացված է, սա գալիս է ապացուցելու այն, որ մենք կարող ենք ուրախանալ, քեֆ անել, մասնավորապես հարսանիք անել Կոմիտասի տակ, հա, որովհետեւ բազմիցս հայկական բեմերում եւ էստրադա ռեստորանային հարթակներում ելույթ ունեցող շատ արտիստներ ասում էին Կոմիտասի տակ եք հարսնիք անելու, դրա համար է թուրքական ենք երգում, որ դա հարսնիք անեք։ Ես ցավոք սրտի երեք տեսել եմ մի հատ զարհուրելի ռիլս, որտեղ հարսի պար էին ապարում արաբական երկի տակ, բառիզմունի իմաստով արաբական երկի տակ Շերինի Սաբրիելիլը, որը շատ սիրուն, շատ լավ, շատ որակով արաբական միջազգային հիթ է, բայց մենք ունենք բայց ոչ հայկական հարսի պարու Հայաստանում հարսը Սաբրիելիլի տակ արդեն հարսի պարա պարում։ Միգուցե շատ կոպիտ հնչի, պատկերացնում եք, ասեք այդ ընտանիքում ինչ երեխեք են ծնվելու եւ ինչ են դաստիարակվելու այդ երեխեքը։ Եթե իրենց մաման իրենց հարսի պարը արաբական երկի տակ մի խոսքով։ Խոսենք տեսահոլովակ։ Խոսենք Հանինայից։ Հանինան գալիս է ապացուցելու, որ այո, կարելի է Կոմիտասի տակ, Կոմիտասի ստեղծած երաժշտության տակ ներողություն մեռանք էլի ամբողջ կյանքում Կոմիտասի վրա, հիմա էլ Կոմիտասի տակ, Կոմիտասի ստեղծած երաժշտության ներքո անել հարսանիք, ուրախանալ, լավ պարել, լավ քեֆ անել բոլոր այն adekvat ու ոչ adekvat շարժումները, որոնք մենք սիրում ենք անել հարսանիքների ժամանակ, հա, տրվել ցոպուսով այդ պարերին ծփալ, դառնալ մեկ ընդհանուր ծով, մի խոսքով, ցնցալ, այո, ցկալ, մի խոսքով, Կոմիտասը դա միայն տենց ծանր եւ շատերի ականջին ոչ հասու երաժշտություն չի, դա մեր երաժշտությունն է, մաքուր սիրուն հայկական ելևէջներով, դրա համար էլ հիմնականում է սեթում օգտագործված են Կոմիտասի երգերը, ու օգտագործված են խելոք սիրուն մաքուր առանց ավելորդ կլկլոցների եւ դե որ էլ ավելի հասկանալու բաց լինի առաջարկում եմ պրեմիերան անենք մեր լուսարոտի շրջանակներում, բացի այն որ մոտ 10 րոպե է տևում տեսահոլովակը, ցավոք սրտի մենք ամբողջությամբ չենք կարող դիտել, որովհետեւ YouTube-ում կա կարող եք դիտել, կիսվել, տարածել, գրել ձեր կարծիքները, կոմենտները եւ տանք հնարավորություն մի փոքր մեր ընկերոջ հետ շփվելու։ Այս պահին դիտենք In Project Հանինա պրեմիերա կենտրոն հեռուստաընկերության լուսարոտի եթերում։ Վայելում ենք։ Շուտ վերադառնալ կիսատ պրոպտով։ Բայց դուք այո կարող եք։ Միջև YouTube-ում դիտեք։ Այո։ Story bomb repost դες բաներ արեք։ Դե շնորհավորում ենք։ Շնորհակալ եմ։ Բայց նաև ամբողջ թիմին ենք շնորհավորում։ Գնացինք Անայդ Գրիգորյան, Գրիշա Գրիգորյան, Նարեկ Բաբայան, Գեորգի Բնացյան, Վովա Աթանեսյան, Հարութ Մարկարյան, Ալես Սետրակյան, Անժելա Բարխուդարյան, Ռայսա Ավանեսյան, Աքսանա Բաբուրյան, Էլենա Ասատրյան ու ես մոռացել։ Դրա համար ես միշտ տղաներին ու աղջիկներին առանձնացնում եմ, որ չմոռանամ։ Գեորգի Բունյացյան, ասեցի։ Մազերդ հատիկ պոկելու էր։ Ասել եմ։ Եթե ինչ-որ Հարութ Մարկարյան, Վովա Աթանեսյան, ասեցի, Նարեկ Բաբայան, Վարդան Բադալյան։ Օ, դե Վովան երևի միակ մարդն ով նայում է, որտեղ միակ մարդն ով Արթուրն է։ Վովայ։ Ողջունում ենք։ Շքեղագույն հագուստների ոճից հասկանում ենք բնականաբար հեղինակը Արայիկն է Բաբաջյան։ Ողջունում ենք Ջեզ։ Եթե ես ինչ-որ բան եմ անում, կարող եք էլ տենց չնայել տիտրերում, չխորանալ, բնականաբար Արայիկն է։ Նրա ոճը միանշանակ այսպես միանշանակ երևում է։ Ով պիտի իմանա դա, եթե ոչ դու։ Իհարկե։ Այո, հագուստների հեղինակը Արայիկ Բաբաջյանն է ու իդեպ ոչ միայն շնորհակալություն, այլ անսահման մեծ խոնարհումը Արայիկի ու իր թիմի հանդեպ, որովհետև անասելի բարդ կոստյումներ, մանավանդ աղջիկների հագուստները ձեռագործ քարերով եւ այլն, տենց մասշտաբային, բավականին օտկուտյուր, որոնք որ Արայիկն ու իր թիմը արել են շատ սեղմ ժամանակահատվածում ու հաճախ ինձ ասում են բանը, իսկ ինչի տենց այս մեր հայկական ժողովրդական երգերի, որ մի քիչ այսքան ցույց ես տալիս, այսքան ուզում են, չէ՞։ Աքսանա Բաբուրյանի ողջույններ, ասում են, իսկ ինչի սենց հագուստ, ինչի օրինակ մեր հայկական տարազներով չեն, դե հասկացանք, էլի տարազ պիտի հագնի այն արտիստ, ով որ երգում է տարազային ոճում, մենք էստրադային երգիչներ ենք, մենք եթե տարազ հագնենք ու սկսենք տարազային, դառնա մի քիչ կարիկատուրա, էլի, այստեղ երգիչները ներկայացված են
երեկոյան red carpet ոճի հագուստներով, այսինքն այստեղ չկա որևէ տենց հատուկ ոճ, սա շքեղ երեկոյան ոճը, որն էլ ընդգծում է երգի շքեղությունը, առհասարակ որովհետև շքեղագույն երգեր ենք ներկայացրել, էլի կրկնում եմ մասնավորապես Կոմիտաս, Թաթուլ Ալթունյանի մշակումներ եւ այլն եւ այլն։ Եվ այդ ամեն ինչից բացի, այդ ամեն ինչը գծվում է հայկական որոշ էլեմենտներով եւ բնության տարերով, որպեսզի այդ երեկոյան red carpet ստիլը մի քիչ կոտրվի, այնտեղ տեսնում ենք կադրում տերևներ եւ կադրում տեսնում ենք արցախյան գորգ, որը Վարդան Բադալյանի մեծ տատիկի ձեռագործ գորգն է։ Միակ բան ինչ կարողացել է Վարդանը Արցախից բերել, դա իր մեծ տատիկի ձեռագործ գորգը շատ մեծ ու մենք որոշեցինք, որ անպայման գորգը պիտի կադրում երևա։ Եվ նշենք, որ տեսահոլովակի ռեժիսորը մեր շատ սիրելի Նարեկն է։ Դե ասեցինք ամենասկզբում։ Ես եւս մեկ անգամ նշում եմ, որովհետեւ հնարավոր է այս պահին միանում են հեռուստադիտողները։ Նոր են արցնանում, Նարեկ, Կարեն։ Նարեկ, իմ պրոջեկտը կարծես շեշտը դրել է, որ լինի ամեն ինչ մերը, հայկականը, որովհետև մեծ հաստություն ունենք, թողած մեզ։ Մեծ երաժշտական ժառանգություն ունենք, իհարկե։ Բայց նաև ժամանակի հետ պետք է այսպես ասած քայլել ու ժամանակակից ինչ-որ բան է հանդիսատես ուզում երևի իմ պրոջեկտից տեսնել։ Արդյոք նման պլաններ կան, թե դա երկրորդային է։ Հարգելի Տիմոլիտվին ինչ է նշանակում ժամանակակիցն է։ Էլի չեմ ուզում ձանձրալի թվալ առավոտյան այս ծեքին մեր հանդիսականի համար, բայց հեռուստադիտողի համար, բայց մի հատ շատ կարևոր բան հասկանանք, էլի, հա, Սևակը ունի այդպիսի խոսք, լավ է լինել ոչ թե լինել ժամանակակից, այլ ժամանակին կից, հա, ինչ որ մոտավորապես ես էլ մի քիչ դեռ լիարժեք չեմ արթնացել, չեմ կարող հստակ ցիտել մտածողին մեծ, բայց ինչ է նշանակում ժամանակակից, ես մի քիչ զազրենում եմ, էլի։ Ավելի ֆիրմագործեր են ուզում, լավ, այսպես ասած։ Ավելի ֆիրմավորն է, դկցիկ, դա նկալիք է, էլի, լսեք։ Դե հենց դա եք ուզում ձեզանից լսել։ Մարդիկ ունեն իրենց ուրույն եւ հետաքրքիր ոճը։ Միգուցե ինչ որ մի պահի իմ պրոջեկտը ներկայանա ու կա այդպիսի նպատակ, իմ պրոջեկտը ներկայանա արդեն իր երգերով, հա, երգեր, որոնք գրված կլինեն հատուկ մեզ համար, ունենալով հատուկ ձևաչափ, որովհետեւ դա էլ շատ կարեւոր քայլ է, հա, ու ես հիմա որպես պրոդյուսեր եմ պատկերացնում ու մտածում այդ ամեն ինչի մասին երաժշտական պրոդյուսերի խմբի անդամների հետ եւ այլն, դա բավականին բարդ է այսքան գործից հետո, որոնք որ հիմնականում cover ձևաչափի մեջ են, հա, սկսել անել գործեր, որոնք որ նոր են, ոնց կընդունվի մարդկանց կողմից, ոնց այստեղ ռիսկերը ավելի շատ են, հա, բայց միևնույնն է, ես ինչ որ հեծանիվ չեմ հայտնագործելու եւ չեմ էժանացնելու պրոջեկտի գաղափարներն ու երաժշտությունը։ Եթե մենք նույնիսկ անենք երգեր, որոնք որ պիտի մերը լինեն, իրանք միևնույնն է լինելու են Որակյալը ինքնըստինքյան, բայց այդ ժամանակակից բառից եմ շատ վախենում, էլի այդ ժամանակակիցը ինչ է։ Ժամանակակից է այսօր եւ դասական երաժշտությունը, ժամանակակից է այսօր եւ պորտուգալական ֆոլկը, ժամանակակից է այսօր ըստ երևույթին եւ բիանկայի նվնվոցները, հա, միգուցե, եւ ժամանակակից են մեր մի շարք բաները, որ երգում են։ Պետք է անել այնպեսի գործեր, որպեսզի լուտանքներ չընչեն հասցին, դա է ամենակարևորը։ Իդեպ լուտանքների մասին, եթե եթերային ժամանակը թույլ է տալիս եւ փակենք։ Всё, այսքանը փակենք։ Շնորհակալություն։ Նարեկ Տյան, Անահիտ Հակոբյան, իմ պրոջեկտը ունի նոր տեսահոլովակ, Հանինա, այցելեք YouTube, դիտեք, կիսվեք, տարածեք, վայելեք եւ վստահ եմ թե մեքենայում, թե ձեր արդյունքի կնչի նրանց յուրաքանչյուր գործը։ Այսքանով ավարտում եմ լուսավորը։ Մեծագույն հաջողություններ, վստահ ենք, որ 2 ամիս անց երբ գաս, էլ ավելի հետաքրքիր նորություններով։ Կամ շատ սիրուն նորությունով եմ գալու, որովհետև այո, հիմա ես կարող եմ պաշտոնապես ասել, որ իմ պրոջեկտը պատրաստում է համատեղ աշխատանք հրաշալի արտիստի հետ։ Ասեք, всё։ Всё, գախնի, թող գախնի մնա ու հենց այդ առիթով դուք կլինեք մյուս անգամ մեր հյուրը։ Արտիստներից մեկի հետ եթե քնից կհանենք։ Լավ օր ենք մաղթում ձեզ։